Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ըստ հնդկական India Defense Research Wing պարբերականի, փետրվարի դրությամբ 2026 թվականի Երևանը քննարկում է Նյու Դելհիի հետ, Հնդկաստանի հետ, նոր իր վերջի զինատեսակներից մեկը Pralay ձևաչափի հրթիռային տակտիկական համակարգների գնման հնարավորությունը, որը պետք է տա Հայաստանի զինված ուժերին հնարավորություն խոցի թիրախներ խոսքին Ադրբեջանում առանց ադրբեջանական հակաօդային պաշտպանության կողմից արձագանքելու հնարավորությունին, այսինքն իր տրամաբանությունը վերաբերվում է հակաօդային պաշտպանության համակարգներին ավելի հզոր լինելու մեջ եւ թիրախ չհայտնվելու մեջ։ Եվ պետք է ասել, որ այս Pralay հրթիռային համակարգները իրանք իրականում այդքան էլ մեծ չեն չափսերում եւ զուգահեռ դրա պետք է ասել, որ կարող են մանևրել իրենց ուրեմն հետագծի վերջում եւ փոխել ուղղությունները, ինչը շատ կարեւոր է եւ դժվար թիրախ է դարձնում սա նույնիսկ բառակ 8 հակաօդային պաշտպանության համակարգների համար, այսինքն այն իսրայելական համակարգների համար, որոնք Ադրբեջանը տիրապետում է, իհարկե նաև S-300 ռուսական համակարգների համար հակաօդային, որոնք շատ ավելի անհամեմատելի ավելի թույլ են, քան բառակ 8-ը, երբ իրանց համեմատում ենք։ Եվ պետք է ասել, որ Հայաստանը առաջի պետությունն է դառնալու, եթե ստորագրի այս համաձայնությունը եւ սկսի Pralay-ը գնել Հնդկաստանից, առաջի պետությունը, որը դա կգնի, ուրեմն բացի հենց ինքը ուրեմն Հնդկաստանից իր զինված ուժերից, որոնք դա կիրառում են։ Այս պայդրությամբ հաստատում չկա, բայց կա քննարկումներ ըստ հնդկական կողմի քաղաքական մակարդակով եւ պետք է ասել, որ իհարկե հետաքրքիր է հասկանալ, թե ինչպիսի սա հրթիռային համակարգներ են, որ ավելի լավ պատկերացում ունենանք, արդյոք դա հայկական զինված ուժերի համար հետաքրքիր պետք է լինի, թե ոչ, ընդհանուր առումով հետաքրքիր է, բայց արդյոք պետք է գնենք, թե ոչ, ես հիմա ձեր հետ միասին կվերլուծենք սա եւ արդեն դրանից հետո հստակ կկարողանամ իմ գնահատականը տալ եւ հանրային այսպես ասել, թե արդյոք իմ պատկերացումով մեզ պետք են, թե ոչ այդ համակարգները։ Pralay-ը սանսկրիտից բառ է եւ ուրեմն ապոկալիպսիս է նշանակում, եթե թարգմանենք, եւ տակտիկական բալիստիկ հրթիռների համակարգ է, հնդկական DRDO կազմակերպության արտադրության 2015 թվականից են արտադրում եւ արդեն առաջի փորձարկումները անցել է 2021 թվականին, իսկ 2025 թվականի հուլիսին արդեն փորձարկումները հաստատեցին իր բոլոր ուրեմն հնարավորությունները, որոնք առկա են եւ հետաքրքիր է, որ այս զենքը այս փուլում 2026 թվականի փետրվարի փուլում գտնվում է ուրեմն հնդկական բանակի նոր է կանգնում հնդկական բանակի ուրեմն օգտագործման այդ հնարավորությունում, այսինքն նոր է սկսում ընդունվել հնդկական բանակ։ Սա շատ կարևոր է, որովհետև սա նշանակում է, որ Pralay-ը կոնկրետ սա շատ թարմ բարձր տեխնոլոգիական զենք է, որը աշխարհում ունի միայն Հնդկաստանը եւ Հայաստանը կարող է դառնալ երկրորդը։ Սա իհարկե խոսում է նրա մասին, թե ինչ փոխվստահություն է ձևավորված Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ, ինչ աշխարհաքաղաքական կոնկրետ շահեր են նաև ձևավորված եւ համագործակցություն եւ դրա վառ օրինակը նաև Հնդկաստանի զինված ուժերի գենշտաբի պետի այցն էր Հայաստան, որի ընթացքում նաև մենք խոսել ենք դրա մասին, մի շարք կարևոր հանդիպումներ, միջոցառումներ, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, այսինքն ես համարում եմ, որ սա եւս մեկ օրինակ է դրա, որ նույնիսկ այն փաստը, որ կողմերը քննարկում են
այս զենքի վաճառքի հնարավորությունը, դա արդեն խոսում է նրա մասին, թե ինչքան է Հնդկաստանը մեզ վստահում, որ իր ամենաթարմ զենքերից մեկը կարող է վաճառել Հայաստանին։ Տեսեք, սա հետաքրքիր է, որ սա Pralaya կվազի բալիստիկ համակարգ է, տակտիկական բալիստիկ հրթիռ, բայց որը մանևրելու հնարավորություններ ունի, եւ պետք է հետաքրքիր է արդեն տեխնիկական բաղադրիչների մասին որ խոսում ենք, երկու ուրեմն աստիճան այսպիսի հրթիռ է, մանևրների հնարավորություն ունեցող բաղադրիչը, ուրեմն որը MARV է կոչվում, եւ աերոդինամիկ կառավարման ուրեմն մակերես ունի, դա հնարավորություն է նաեւ տալիս։ Հեռահարությունը իհարկե մեր համար շատ հետաքրքիր է, 150-ից մինչև 500 կիլոմետր, եւ էքսպորտային տարբերակը ինչքանով գիտենք սահմանափակված է մինչև 300 կիլոմետր։ Այսինքն այս տարբերակը կարող է լինի իրականում 300 կիլոմետրանոց տարբերակ Հայաստանի համար։ Եթե հաշվի առնենք խոսքին սահմանից կրակելու հնարավորությունը, ոչ այդքան մոտ սահմանին, ապա 50 կիլոմետր եթե հաշվենք խոսքին միջև սահման, ապա դա նշանակում է մոտավորապես 250 կիլոմետր հեռահարության վրա կրակ բացելու հնարավորություն, ինչը ամբողջությամբ ուրեմն ծածկում է Նախիջևանը եւ ամբողջությամբ նաեւ ծածկում է Հայաստան-Ադրբեջանի սահմանի վրա 250 կիլոմետրանոց հատվածները, տարբեր Ադրբեջանի շրջանները, որտեղից որ հենց կարա լինի ռազմական գործողություններ, եթե այդպիսի լինի, որովհետև մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով, որին գիտեք, որ ես էլ աջակցում եմ եւ այս ուրեմն նպատակը այս գնումների, այդ թվում այս վերլուծությունում էլ այդ գնումների մասին խոսալու հայկական պաշտպանության հնարավորությունների զարգացումն է, այլ ոչ թե հարձակվելու նպատակը, բայց ամեն դեպքում, եթե մեր վրա որևէ մեկը հարձակվի, մենք պետք է ունենանք լիարժեք պաշտպանվելու հնարավորություն եւ Pralaya հետաքրքիր է այդ առումով 300 կիլոմետրանոց իր հատվածը։ Մինչև 5 տոննա է քաշը եւ հատուկ մեքենա կա, որը նաեւ օգտագործում է, որից կարելի է կիրառել ուրեմն այս Pralay համակարգը։ Հարվածային բաղադրիչը 350-ից մինչև 1000 կիլոգրամ է հնդկական տարբերակում եւ ուրեմն տարբեր ձևաչափի հրթիռներ ունեն։ Դա շատ կարևոր է, էքսպորտային տարբերակը մի փոքր ավելի սահմանափակ է, մոտավորապես 500 կիլոգրամ է, բայց նույն հրթիռները Pralay տարբեր են լինում, խոսքին բարձր պայթուցիկ ուրեմն բեկորացում ունեցող տարբերակներ են, կան, ինչպես նաև այսպիսի թափանցող տարբերակ կա, եւ նաեւ կլաստերային օդանավակայաններ ոչնչացնելու նպատակով, այսինքն միանգամից մի քանի հարց բունկերների ուղղությամբ կարող է գործել, այսինքն գետնի տակ գտնվող համակարգների, որովհետեւ այս թափանցող հնարավորությունը ունի, պայթելու հնարավորությունը ունի եւ նաեւ օդանավակայաններին խոցելու ուղղությունը, ուրեմն 6.1 մախ է իր արագությունը եւ հիպերձայնային է ընդհանուր առումով Pralaya, ինչը վերջի տեխնոլոգիաներից մեկն է։ Պետք է ասել, որ իր հարվածային հնարավորությունը մոտավորապես 10 մետր է, այսինքն որտեղ որ թիրախ կդնես, մոտավորապես 10 մետրում կարա ընկնի այդ տեղից կամ հենց այդ տեղում եւ դա տեղի է ունենում ուրեմն իր արբանյակային կառավարման համակարգի միջոցով եւ ուրեմն զուգահեռ դրա ռադարային եւ օպտիկական թիրախի ճանաչումով վերջի տեխնոլոգիաներն են նաեւ եւ դա նաեւ շատ հետաքրքիր է։ Բացի դրանից իր ուրեմն հետաքրքիր է այն մոդելը, որով այս համակարգները աշխատում են, այսինքն իր հետագիծը, ուրեմն պետք է ասել, որ այս հետագիծը օգտագործում է ցածր թռիչքի բարձրության այդ տրամաբանությունը,
ուրեմն իր հրթիռային փուլը կարող է մանևրել կես ուղղությունից մոտավորապես իր ճանապարհի, իսկ ուղղորդվող այդ մարտագլխիկը կարող է մանևրել թիրախից արդեն առաջ, մինչև թիրախը հասցնելը, եւ սա նվազեցնում է ուրեմն հրթիռային պաշտպանության համակարգերի, հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից այս պրալայի համակարգի խափանման հավանականությունը, ինչը շատ կարևոր է, այսինքն հոպի հանդեպ ընդհանուր առումով շատ էֆեկտիվ է, եւ Հնդկաստանի զինված ուժերը արդեն 2023 թվականից պրալայը օգտագործում են իր համակարգներում, իր նպատակներով նաև։ Պետք է ասել, որ այս 10 մետրանոց շղթան, որտեղ որ ինքը հարվածում է, շատ բարձր տեխնոլոգիա է եւ ընդհանուր առումով հաստատված է։ Չմոռանանք, որ հնդկական տեխնոլոգիաները բոլորը իսրայելական տեխնոլոգիաների վրա են հիմնված եւ օրերս նաեւ վարչապետ Նետանյահուն Իսրայելի հայտարարել է, որ Հնդկաստանի հետ խորացնելու են հարաբերություններ, այդ թվում ռազմական ոլորտում, այսինքն Հնդկաստանը սեփական տեխնոլոգիաները եւ իսրայելական տեխնոլոգիաները միավորում է եւ դա կապ ունի ուղիղ Պակիստանից եկող վտանգների հետ, որը Իսրայելն է տեսնում։ Եվ դա եւս մեկ անգամ ապացույցում է այն, ինչու մասին բազում անգամ խոսել եմ, որ Հայաստանը եւ Իսրայելը բնական դաշնակիցներ են, ուղղակի մենք դեռ քաղաքական առումով չենք հասել այդ նպատակին, բայց այս դեպքում էլ Հնդկաստանի հետ համագործակցելը պետք է հասկանանք, որ նաև շատ հարցերում կարա ներառի Իսրայելի թույլտվությունը, նկատի ունեմ, որ այդ զենքը վաճառեն Հայաստանին, որովհետև տեխնոլոգիաները կարող են լինել ոչ միայն հնդկական, այլ իսրայելական։ Դա շատ կարևոր բաղադրիչ է եւ այդպիսի թույլտվություն մենք կարող ենք ստանալ։ Ես համոզված եմ, որ մենք այնպիսի հարաբերություններ ենք կառուցել Վաշինգտոնի հետ, որ մենք կարողանալու ենք դրա շնորհիվ շատ եւ շատ հարցեր լուծել։ Վաշինգտոնը կարևորագույն դեր ունի, երբ հարցը գալիս է Իսրայելի հետ հարաբերություններ կերտելու եւ զարգացնելու։ Ընդհանուր առումով իհարկե գիպերձայնային տարբերակը շատ հետաքրքիր է եւ տարբեր ուրեմն մարտագլխիկների նաեւ հնարավորությունն էլ օգտակար է, որովհետեւ սա նշանակում է, որ այս կոնկրետ բալիստիկ հրթիռի միջոցով կարելի է ենթակառուցվածքներ թիրախել, կապի ուրեմն տարբեր հանգույցներ թիրախավորել, ինչպես նաև ռադարների համակարգներ, եւ այստեղ հետաքրքիր է, որ իրոք 2020 թվականի մեր եթե համեմատենք պատերազմը, կտեսնենք, որ Հայաստանը սովետական բալիստիկ հրթիռներ է կիրառել, Սկադբի, .U եւ նաեւ Իսկանդեր-E տարբերակները, դե Իսկանդերի հետ ինչ եղավ վարչապետը, այսինքն գերագույն գլխավոր հրամանատարը հստակ հանրայնացրել է այդ տեղեկատվությունը, որ մենք ունեցել ենք լրջագույն խնդիր Իսկանդեր-E ուրեմն բալիստիկ հրթիռի ուղղությունով, իսկ Սկադը եւ .U-ն դա շատ հին եւ ոչ այդքան էֆեկտիվ համակարգներ են, որոնց համար բառակ 8 հակաօդային պաշտպանությունը առհասարակ խնդիր է, որովհետեւ բառակ 8-ը շատ թարմ տեխնոլոգիական հնարավորություն է եւ չկարող այդ հնացած տեխնոլոգիաների դեմ էֆեկտիվ չլիներ։ Պետք է ասել .U-ն մինչև 120 կիլոմետր է գործում եւ 150 մետր այն կողմ կարող է թիրախել իր նախատեսված թիրախից 150 մետր, հարգելի այրնակիցներ, այսինքն դու կարող ես մի տեղ կրակես, ուրիշ տեղ դա հարվածի, դա շատ մեծ խնդիր է։ Մյուս կողմից Սկադբին, որի մասին որ խոսք է գնում, 300 կիլոմետրանոց է, բայց 450 կիլոմետր, կներեք մետր կարա թիրախից հեռու ընկնի, 450 մետր, այսինքն միտեղ ես կրակում, մյուս տեղ կարա հայտնվի եւ կարա թիրախավորի առհասարակ ոչ անհրաժեշտ որևէ մի բան։ Եվ իհարկե սա հին տեխնոլոգիաներն են, այսինքն դրանից մեծ օգուտ չկա։ Եվ ոչ էլ կարող ենք այսինքն գնել, որովհետև Ռուսաստանը վաղուց չունի հնարավորություններ զենք վաճառել։ Եվ այս տրամաբանության մեջ պետք է ասել, որ նաև կա տեղեկատվություն նրա մասին, որ Ադրբեջանը Իսկանդեր համակարգը, որը մենք կիրառել ենք, նաև խոցել է բառակ հոպի միջոցով։
Հետաքրքիր է, որ ընդհանուր առումով մենք երբ իմացնում ենք պինակայի, ակաշ 1S-ի ուղղությամբ եւ այլն, այդ նոր տրամաբանության մեջ ես կարծում եմ շատ տրամաբանական է նաև հնդկական այս բալիստիկ հրթիռների գնման հնարավորությունը եւ ճիշտ է որ օրակարգում կա։ Ադրբեջանը այս պայծրությամբ ունի մի քանի հոբ համակարգներ։ Դա հին S300 ռուսական համակարգներն են, որոնք էֆեկտիվ չեն։ Կա երկու համակարգ, Barak MX իսրայելական համակարգները, որոնք շատ էֆեկտիվ են, գիտեք, մոդուլային համակարգներ են, տարբեր հնարավորությունների, դա ունի մինչև 15 կիլոմետր, մինչև 35 կիլոմետր, մինչև 70 կիլոմետր եւ մինչև 150 կիլոմետր թիրախներ խոցելու հնարավորություն մեկ հակաօդային պաշտպանությունը։ Իսրայելը աշխարհում ամենահզորն է հակաօդային պաշտպանության ոլորտում։ Եվ նաև Ադրբեջանը գնել է HQ9BE չինական հակաօդային պաշտպանության համակարգներ մոտավորապես 250 կիլոմետր հեռահարության, որոնք վերջերս ցուցադրել են շքերթի ժամանակ Բաքվում նոյեմբերին 2025 թվականի։ Զուգահեռ դրա Ադրբեջանը հզորացնում է իր հակաօդային պաշտպանության համակարգները ԱԹՍ-ների միջոցով եւ ուրեմն իր ավիացիայի միջոցով, օդուժի միջոցով։ Բայրակտար TB2-ը ակինչին հատկապես, որը ունի այդպիսի հնարավորություններ, նաև եւ այդ JF-17-ները, որը գնել են հիմա նաև Գրիֆենների մասին է խոսքը, այդ ամենը հզորացնելու է Ադրբեջանի հոբ համակարգները նաև։ Հարվածային համակարգների մասին որ խոսենք, Ադրբեջանը ունի էքստրա իսրայելական հրթիռների համակարգ մինչև 150 կիլոմետր, ունի LoRa տակտիկ բալիստիկ հրթիռ 250 կիլոմետր, կարելի ասել, որ LoRa-ն ընդհանուր առումով եւ այս հիմա ինչ մասն որ խոսում ենք, իրար մոտիկ են տրամաբանությունով, նաեւ Predator Hawk ուրեմն բալիստիկ հրթիռը եւ այդ բալիստիկ հրթիռն մինչև 300 կիլոմետր է, այսինքն Ադրբեջանը նաև հետաքրքիր է, որ թուրքական Tiger եւ ուրեմն մինչև 100 կիլոմետր եւ TRLG 230 մինչև 70 կիլոմետր հրթիռներ է պատրաստվում գնել։ Եվ եթե Պրալայի հետ համեմատենք, ապա կտեսնենք, որ խոսքին, եթե ուղիղ համեմատենք, Պրալայը մինչև 300 կիլոմետր կարող է գործել եւ Ադրբեջանը ունի այդ LoRa համակարգները մինչև 300 կիլոմետր, այսինքն մենք սրանով բալանսավորելու ենք այդ հնարավորությունը։ Մերը 500 կիլոգրամանոց է մոտավորապես, բայց եթե Հնդկաստանը մեզ Իրանը իր սեփականը վաճառի, դրա հավանականություն նաև կա, բանակցությունների հարց է, ապա մինչև 1000 կիլոգրամ, LoRa-ն 600 կիլոգրամանոց է, այսինքն մենք Պրալայով կարող է LoRa-ն փորձենք բալանսավորել ընդհանուր առումով, մնացածը հետաքրքիր չէ իհարկե։ Տեսեք, LoRa-ն եւ Պրալայը երկուսն էլ մինչև 10 մետր կարող են տարբերություն տալ հարվածի ժամանակ, այսինքն մենք LoRa համակարգին մոտ համակարգ ենք գնում։ GPS համակարգները օգտագործում մեր համակարգը հնդկականը եւ նաեւ մի քանի այդպիսի տարբերակ ունի, կվազի բալիստիկ է, ինչպես արդեն ասացի, իսկ LoRa համակարգի դեպքում պետք է հասկանանք, որ նաեւ մանևրելու հնարավորություններ ունի, այսինքն շատ մոտ է LoRa-ին եւ բացի դրանից պետք է ասել, որ շատ թարմ է այս զենքը, իսկ LoRa համակարգները ընդհանուր առումով Ադրբեջանը արդեն ժամանակ է օգտագործում է։ Տեսեք, մեզ պետք է հասկանալ, արդյոք Պրալայը կարող է լինել թիրախավորված Barak MX կամ HQ9BE հակաօդային պաշտպանությունների կողմից։ Պրալայը ցածր բարձրության վրա է թռիչք ունենում եւ կարող է մանևրել, ինչպես ես արդեն ասացի, չնայած դրա փաստացի կարելի է ասել, որ այս երկու համակարգն էլ ունեն հնարավորություն խոցել ըստ տարբեր տեղեկատվությունների մանևրելու թիրախներ են խոցել, բայց իրականում կվազիբալիստիկ, նոր կվազիբալիստիկ այդ թիրախների դեպքում դա հաստատված չէ։ Այսինքն նախորդ սերնդին հաստատ խոցում են, բայց այս
նոր սերնդի հարված ուրեմն այս պրալայը կարող է խոցել չեն կարող այս հակաօդային պաշտպանությունները, այսինքն դա մեզ տալիս է առավելություն։ Բացի դրանից խոցելը ինչ է նշանակում, ամեն տեղ չի, որ հակաօդային պաշտպանությունը կա եւ ամեն թիրախ չի, որ հակաօդային պաշտպանությունը կարող է ուրեմն հարվածել, այսինքն դա կախված է նրանից, ինչքան ծանրաբեռված է հակաօդային պաշտպանությունը, եւ եթե ծանրաբեռնես պատշաճ, ապա հակաօդային պաշտպանությունը այդ էֆեկտիվությունը արդեն չի ունենա։ Բացի դրանից, իհարկե, այն, որ 300 կիլոմետրանոց տարբերակի մասն է խոսքը, սա իմ պատկերացումով վատ չէ, բայց լավ կլիներ հենց հնդկական տարբերակը ստանալ, այսինքն ավելի բարձր հեռահարության, սա կլիներ շատ հետաքրքիր։ Իհարկե, Ադրբեջանը կարողանում է LoRa, Predator Hawk եւ ԱԹՍ-ների միջոցով ուրեմն նաև հարվածներ հասցնել Հայաստանի տարածքում եւ ուրեմն պրալայը այստեղ կարող օգնի մեզ բալանսավորել։ Ուրեմն պետք է ասել, որ մենք պետք է շարժվենք Իսկանդեր A-ից հրաժարվելու տարբերակով, չինական DF-12-ը մեր համար հետաքրքիր չեն, իսրայելական LoRa կամ Predator Hawk համակարգների գնման օրակարգը այս պահի դրությամբ չկա, հասկանալի է դա, ուստի եթե տեսնում ենք այստեղ զարգացումը, ապա իհարկե Ադրբեջանը թուրքական եւ պակիստանական հնարավորություններ է զարգացնում, իրանական Ֆատեհ 110 կամ Զուլֆուգարները 300 մինչև 700 կիլոմետր, տեսեք, իրանականը գնելը կլիներ խնդիր, որովհետև դա համ Իրանին հետ ռազմական համագործակցության ել ավելի խորացման հարց է, որը գիտեք ինչ բարդ իրավիճակում է, համ էլ իրանական հրթիռային համակարգները, այսպես ասեմ, այդքան էլ տեխնոլոգիական չեն, ավելի քանակի վրա են, քանակի ուղղությունով են, եւ ընդհանուր առումով նաև հետաքրքիր է իհարկե մեր սեփականը զարգացնել, այսինքն ես այստեղ կդնեի երկու կոնկրետ օրակարգ, հնդկականը լավ տարբերակ է, ժամանակավոր, պրալայը պետք է փորձարկել, պետք է ուսումնասիրել արդյոք պրալայը կկարողանա այդ հոփ համակարգների դեմ գործել, եթե այո, ապա շատ լավ, եթե ոչ, ապա մեզ պետք է նաև պրալայը գնել, բայց աշխատել, որովհետև էլի եմ կրկնում, դա վերաբերվում է նրան, որ եթե դու 5 պրալա ես կրակում եւ նույն ժամանակ կամ 10 տարբեր թիրախներին, հոպը չի հասցնի աշխատել, եթե դու զուգահեռ նաև ԱԹՍ-ներ եւ այլն եւ այլն, մի խոսքով դա ռազմական տարբեր բաղադրիչներից է, այսպես հստակ չի, որ մեկ պրալայի կրակեցիր, մեկ հոպը խոցեց մեկ պրալայի, այդպես չէ։ Եվ իհարկե Ֆրանսիայի եւ Արևմուտքի հետ համագործակցելը այս ուղղությունով շատ հետաքրքիր կլիներ։ Պետք է ասել, որ սա այս զենքը կարող է օգնել մեզ բալանսը պահպանել զինված ուժերի միջև, տեխնոլոգիական առումով ես բարձր գնահատական եմ տալի հաշվի առնելով այս տվյալները եւ հոփ համակարգների ուղղությունով էլ շատ լավ է, հաշվի առնելով մեր այդքան խորը համագործակցությունը Հնդկաստանի հետ տրամաբանական է պրալայի գնելու հնարավորությունը եւ ես նաեւ չեմ ուրեմն բացառում, որ Հայաստանը կարողանա սեփական արտադրությունը դնի պրալայի Հնդկաստանի հետ միասին Հայաստանի տարածքում, ինչը կլիներ շատ լավ հնարավորություն, այսինքն տեղում որ հավաքենք այդ զենքը։ Եվ պետք է ասել, որ իհարկե պետք է հաշվի առնել, որ այս հնարավորությունները կարող է մեզ ամբողջությամբ չբավարարեն, որովհետև Ադրբեջանը ունի մի քանի շերտ ուրիշ եւ դա թևավոր հրթիռներն են, դա ԱԹՍ-ներն են, եթե մենք այդ ուղղությունով էլ չշարժվենք, ապա սա միայն բավարար չի լինի։ Խնդիր կարա լինի Ռուսաստանի քաղաքական գնահատականը, բայց մեզ դա չի հետաքրքրում, որ ինչի եք գնում խոսքին ոչ ռուսական զենք, բայց գիտեք, արդեն վաղուց է մեզ դա չի հետաքրքրում։ Խնդիրը լոգիստիկ առումով չեմ կարծում, որ լինի, հատկապես եթե մենք պայմանավորվենք եւ Հայաստանի տարածքում ուրեմն տեղի ունենա վերջնական հավաքը արդեն այս զենքի, ապա մաս-մաս է կարելի իրականում ուղարկել Հայաստան, դա շատ լավ տարբերակ է եւ պետք է ասել գլխավոր խնդիրը նրանում է, որ ռազմական գործողությունների ժամանակ չի կիրառվել, այսինքն դա պետք է մեզ տա կամ հնարավորություն, որ ինչ-ինչ փորձարկումներ արվեն, խոսքին նույն Հնդկաստանի տարածքում եւ Հայաստանը տեսնի փաստացի էֆեկտիվությունը, կամ պետք է, այսպես ասեմ, մենք այնպիսի զեղչով դա գնենք, որ հաշվի առնի նույն Հնդկաստանը, որ դեռ փորձարկված
զենք չէ։ Եվ այստեղով ամփոփում եմ արդեն, ասելով, որ Pralaya նոր, բարձր տեխնոլոգիական, հետաքրքիր զենք է, եւ հայկական զինված ուժերի համար օգտակար կլինի հաստատ ընդհանուր առումով այդպիսի զենք ունենալը, Հայաստանում արտադրությունը ել ավելի հետաքրքիր է, ալտերնատիվ հնարավորություններ կան, բայց արևմուտքում ավելի թանկ են, իսկ ուրիշ տեղ մենք փաստացի գտնել չենք կարողանա, եւ Հնդկաստանը այստեղ իդեալական տարբերակ է մեր համար, եւ իհարկե նույն ԱԿԱՇ համակարգների հետ զուգահեռ, պինակայի հետ զուգահեռ դա տրամաբանական է, բայց մենք նաեւ պետք է փորձենք կամ Հնդկաստանի հետ միասին, կամ Արևմուտքի հետ միասին աշխատել սեփական արտադրության վրա եւ նաեւ արևմտյան, ամերիկյան կամ ֆրանսիական բալիստիկ հրթիռների ուղղությունով էլ ունենանք կոնկրետ օրակարգ։ Իհարկե ավելի թանկ է, ավելի շատ ժամանակ պետք կլինի, այդ պատճառով կարծում եմ ընդհանուր առումով տրամաբանական է այս ժամանակահատվածում 26 թվին կոնկրետ մենք որ Հնդկաստանի վրա ենք առաջ երթի, որտեղ գինը եւ որակը համապատասխանում են իրար, այնինչ մեզ պետք է եւ քանակը։ Իսկ ապագայում հուսով եմ մենք արդեն ավելի եւ ավելի կանցնենք դեպի արևմտյան զենք, դրա համար պետք են գումարներ եւ այդ գումարները նաեւ կլինեն Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության հետ համագործակցության հետևանքով։ Կարծում եմ շատ կարևոր եւ հետաքրքիր թեմա էր, հարգելի այրնակիցներ, անպայման լայքեք այս վերլուծությունը, կհանդիպենք, ցտեսություն։